Մարտի 31-ին ադրբեջանցիները պաշտոնապես մակում փաստաթուղթ տարածեցին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի անունից, որը կոչ էր անում մեղադրանքը վաղուց են արել, բայց արդեն կոչ էր անում մյուս երկրներին մարտի 31-ը ճանաչել որպես հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանություն։ Սա արդեն միջազգային ասպարեզ են դուրս եկել, որի մասին մենք ձեզ զգուշացնում ենք։ Գիտեք, մարդիկ սեփական տգիտությունը հիմք են սարքում վերլուծություններ անելու համար, եւ քաղաքականությունը եւ քաղաքագիտ ցավոք սրտի շատ վատ է այդ առումով, որովհետեւ ոչ ոք, որ օրինակ բժիշկ չի փորձի վիրահատություն անել, որտեղ հասկանում է, որ մասնագիտական կարողություններ է պետք։ Ոչ ոք, որ ավտո քշել չգիտի, երբեք ավտո չի նստել, չի մտածի ավտո վարելու, ոչ ոք իրեն նավապետ չի համարել, ով ծով չի տեսել։ Մենք լիքը մեր շրջապատում մարդիկ ունենք, որ ծով չեն տեսել, բայց իրանց քաղաքական նավապետ են արդեն համարում։ Ես ավելի քան 40 տարի ամեն օրը 10-ից 12 ժամ զբաղվում եմ քաղաքականությամբ, ինֆորմացիա եմ կարդում, գրքեր եմ կարդում, հանդիպում եմ խելոք կարևոր մարդկանց հետ, մասնակցել եմ տարբեր քննարկություններ եւ այլն, ու փորձում եմ այդ ամբողջի հիման վրա հասկանալ։ Մարդիկ չեն լսում անգամ Ալիևն ինչ է ասում, ասում խաղաղություն ենք ուզում։ Այս շատ բան ես ուզում։ Ես էլ եմ ուզում։ Հոզելով չի։ Հիմա մարդը գիտեք ինչ է նման այդ տեսակետը, որ ասում են, որ քո խաղաղություն ուզելը, այդ դու դուրս արի փողոց, նոր Լոս Անջելեսում, եւ ասա ես 4 հատ Բենտլի եմ ուզում։ Քեզ գժի տեղ կդնեն, չէ՞, կասեն, բայց դրա համար դու հիմքեր չունես։ Բայց ինչ ես խաղաղություն ուզում, կարծում ես այդ բանավոր ասելով խաղաղություն։ Այն դեպքում, եթե Բենտլիի պարագայում ոչ ոք չի ասել, որ քեզ չի տա, իսկ խաղաղության պարագայում ասել են, որ չեն տա։ Այստեղ ինձ մոտ կա բանը հենց այդ այսպես կոչված է 17 կետերը խաղաղության վերաբերյալ նախաստորագրած։ Ինքը կյանքում նայել այդ կետերը, թե որ հələ դեռ ուժի մեջ չի, մեզանից ինչեր է պահանջվում։ Ինքը տեղյակ է, որ այս 17 կետերից բացի ուրիշ ինչ հարցեր է դրած մեր առջև եւ այլն։ Այս ամբողջը սա է ամբողջ ցավալին եւ գիտեք վատը որն է, որ հայաստանյան ընտրություններին մասնակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի իրականությունը։